Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Այսօրվա ավետարանական ընթերցումը սիրելիներ մեզ տեղափոխում է հեռավոր 2000 տարի առաջ Երուսաղեմ վերնատան մեջ, որտեղ վերջին ընթրիքներ տեղ ունենում Հիսուս վերջին անգամ իր աշակերտների հետ սեղան էր նստել, այդ նույն ժամին աշխարհը պատրաստվում էր Հիսուսին խաչելու, սպանելու, այդ դար իրականության առջև հանկարծ աշակերտների մեջ վեճ է առաջանում, թե իրենցից ով ավելի մեծը պիտի համարվի։ Մարդկայնորեն հասկանալի է, բայց իրականության մեջ մեծ ցավ է ապրում, որ գիտես, որ քո սիրելին, քո հարազատը պիտի խաչվի, պիտի չարչարվի, ու հանկարծ այդ նույն պահին մտերիմներդ վիճում են, թե նրանից հետո ով պիտի մեծը լինի, ով պիտի առաջնորդի։ Ինչքան որ այս տարօրինակ է այս ամենը, բայց Հիսուս չի հանդիմանում առաքյալներին, հակառակը ուսուցանում է, թե ինչպես պիտի մարդ մեծ լինի։ Այս աշխարհի մեջ մեծը համարվում է նա, ով բարձր դիրք ունի, պաշտոն ունի, իշխանություն ունի, երկիր է ղեկավարում կամ շատ հարուստ է, այդպես էլ մարդիկ են մտածում, մանկուց ձգտում են այդպիսին լինել մարդիկ։ Հակառակ իրականության մեջ, երկնքի արքայության մեջ Հիսուս այլ բան առաջարկում, մեծությունը չափվում է մարդու խոնարհությամբ, սպասավորությամբ եւ ամենակարևորը նրանից դուրս եկող սիրուց։ Այս 3 քայլերով է, որ դու կարող ես երկնքի արքայության մեջ մեծը համարվել։ Ուրեմն տեսեք, Հիսուս չի ասում վատ բան է, որ մեծ լինեք, այլ հակառակ ասում ինչպես պիտի լինի մեծ, ասում է աշխարհի իշխանները տիրում են թաքոնը ձեզ վրա, նրանք բարերարներ են համարվում, բայց երբ որ դուք իշխանավոր դառնաք, դուք սպասավորի պես եղեք։ Ով ուզում է առաջինը լինել, թող կրտսերի պես լինի։ Եվ ես ասում, երբ Տերս վարդապետս ձեզ օրինակ ծառայեց, որտեղ երկրքից իջավ Աստված, մարդացավ, պարզ իբրև մարդ ապրեց, շրջեց այս աշխարհի մեջ, կռացավ արարիչ արարածների ոտքերը լվաց, խոնարհվեց արարածների առջև, ցույց տալու համար, թե ինչպես կարող ենք երկնքի արքայությանը հասնել։ Եվ երկրորդ կարևոր հատված ասում է, դուք իմ այս փորձության ժամին ինձ հետ մնացիք։ Եվ այս մեծության մեջ նաև կարևոր պայման է փորձության, նեղության, ցավի, կորստի ժամանակ դու ինչքան հավատարիմ կմնաս քո Տիրոջը, քո հավատքին, քո սրբություն ինչքան կպայես եւ վերջապես քո պատիվը ինչպես կհանձնես Աստծուն, մեղսագործված, մեղքի մեջ թաթախված, թե սրբության պահած ու վերադարձված Տիրոջը։ Ինչու են մարդիկ միշտ ձգտում մեծ լինել, սիրելիներ։ Որովհետև այս աշխարհի մեջ մարդիկ կարծում են, որ սիրելը վախկոտություն է, որ խոնարհ լինելը տկարություն է, որ ծառայելը ամոթ է, մարդ պետք է իշխի։ Եվ տեսեք, սիրելիներ, մենք մանկուց այդ մտայնության մեջ ենք, որովհետև երեխայի միտն էլ մանկուց չարի ծառայության տակ է, եւ մեզ դա նաեւ սնուցում ու ուսուցանում են։ Մեր ծնողներն էլ մեզ այդպես են սոր, մենք էլ այդպես մեր զավակներին երբեմն փոխանցում, որ հանկարծ չխեղճանաս, մեկը մի բան կասի, 10 ավել կասես, նույնիսկ երբ որ հարս են ուղարկում, մայրը աղջկան ասում է հանկարծ չխեղճանաս, հա, մի բան կասեն 10-ը կպատասխանես, չթողես որ քեզ իշխեն։ Նույնիսկ այսպես ենք մենք սովորեցնում ընտանիքի մեջ, եւ նույնիսկ ամուսինները ամբողջ կյանքում փորձում են մեկը մյուսին իշխել, մեկը մյուսին հրամայել, որովհետեւ վախենում են սիրով իրար հետ հարաբերություն հաստատել եւ այդ սիրո մեջ հարաբերել։ Ուրեմն այլ է աշխարհի պայմանը, այլ է երկնքի պայմանը։ Այս աշխարհի մեծը երկնքում կարող է տեղ չունենալ։ Այս աշխարհի մեջ նշանավոր ու հայտնի մարդը գուցե չհասնել արքայության դռների մոտ, որովհետեւ 3 պայմանը պիտի ունենա՝ սիրել, խոնարհություն ունենալ եւ ծառայել։ Ինչ ասել է խոնարհությամբ ծառայել կամ ապրել, սիրելիներ։ Խոնարհությունը դա թուլություն չէ, տկարություն չէ, վախկոտություն չէ։ Խոնարհությունը առաքինություն է, որ շատ քիչ է ներդրված, որ բոլոր տեսակի նեղությունների, դժվարությունների մեջ չես տրտնջում, չես դժգոհում քո կյանքից, այլ հակառակը լուր այդ ամենը տանում ես։ Աստված ոչ թե կատարյալ մարդիկ է փնտրում այս աշխարհի մեջ, այլ հավատարիմ սրտեր է փնտրում, սիրելիներ, որտեղ ինքը կարող է ապրել։ Այս աշխարհի մեջ մենք երբեք կատարյալ չենք դառնում, մենք ձգտում ենք կատարյալության, ինչպես Հիսուս ասում է, եղեք կատարյալ, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Բայց այդ ճանապարհի մեջ Հիսուս մեր հավատարիմ սրտերն է փնտրում, թե այդ սրտի մեջ
ինչքան տաքուկ անկյուն ունի ինքը, ինչ տեղ ունի այնտեղ, ինչքանով կարող ենք այնտեղ ապրել։ Մեր ամբողջ կյանքի ընթացքում ինքը կարող է սրտի մեջ բնակվել, թե չբնակվել։ Եթե դու ունեցար այդ հավատարիմ սիրտը, դու խոնարհությամբ այս աշխարհի մեջ երբեմն առանց բարձրաձայնել լռության մեջ կարող ես հաղթել թե մեղքին, թե չարին, թե այս աշխարհի մեջ եղած ամեն տեսակ երևույթների։ Երկրորդ, սպասավոր լինել այս աշխարհի մեջ։ Ծառայությունը ամենակարևոր գործերից մեկն է այս աշխարհի մեջ։ Շատ հաճախ մարդիկ միայն ծառայություն հասկանում են, որ մեկը մյուսին պիտի ծառայի։ Բժիշկն էլ է ծառայություն անում, զինվորականն էլ է ծառայում, ոստիկանն էլ է ծառայում, հոգևորականն է, սրանք աշխատանք չեն, սա ծառայություն է, որ դու անում ես խոնարհության ու հատկապես սիրով, որովհետև եթե դու քո ծառայությունը սիրով չանես, այդ ծառայությունը քեզ կամաց պիտի բերի մոլուցքի, որ այդ ծառայության մեջ դու իշխանություն հաստատես, հրամայես, բոլորը ենթարկվեն քեզ։ Մենք այս գեղեցիկ օրինակը տեսնում ենք ավետարանի մեջ, երբ հռոմեացի հայրապետը եկավ Հիսուսի մոտ եւ ասաց, որ ծառաս հիվանդ է։ Տեսեք, չի գալիս իր զավակի համար, իր ընտանիքի որևէ անդամի համար, գալիս է Աստծո մոտ իր ստրուկի համար, իր տան ծառայողի համար, ասում է ծառաս հիվանդ է։ Հիսուս ասում է արի գնանք։ Ասում է ոչ, ասում է, ես իշխանություն ունեմ, մեկին ասեմ սա արա, անում է, այս արա, այն անում է, ասում է դու միայն ասա եւ իմ ծառան կբժշկվի։ Եվ Հիսուս դառնում է ասելով, որ ամբողջ Իսրայելի մեջ այսպիսի հավատ չգտա։ Հիսուս ուզում է իր տուն գալ, իր ծառային բժշկել, բայց ասում է ես արժանի չեմ իմ տուն գալու։ Դու միայն ասա եւ ծառաս կբուժվի։ Եվ ծառան նույն պահին բժշկվեց։ Եվ վերջապես սիրելը սիրելիներ։ Սերը իշխանության մոլուցք չունի։ Սերը երբեք չի փորձում իրենը պարտադրել դիմացի մարդուն, այլ սիրելը իր ազատությունը սահմանափակել, զոհաբերել է ուրիշի կյանքը խաղաղության, երջանկության ճանապարհով առաջնորդելու դեպի փրկություն։ Հիսուս կարող էր այս աշխարհի վրա շատ օրինակներ թողնել մեզ, բայց գլխավորը թողեց սերը, թե ինչպես էր ինքը սիրով, թե աղքատի, թե հարուստի, թե հիվանդի, թե առողջի, թե հայտնի կամ անհայտ մարդու հետ նույն ջերմությամբ, նույն սիրով, նույն հոգատարությամբ հարաբերվում։ Նա երբեք մարդկանց մեջ խտրականություն չդրեց։ Նա երբեք չնայեց այս մարդը հարուստ է, գեղեցիկ է, թե աղքատ ու անկողնում պարկած մեկն է։ Գնաց նույն ջերմությամբ։ Ինչպես որ ծնողը կանի իր յուրաքանչյուր զավակի համար։ Եթե այս սերը չլինի, մեր կոչումն էլ, մեր ծառայությունն էլ ինքնստինքյան կդառնա ինքնավախճան մի նպատակ։ Չենք հասկանա, թե մեր ծառայությունը ինչի համար է։ Օրինակի համար բժիշկը, եթե միայն հիվանդի մարմին ուզենա բժշկել, ինքը կձախողի, որովհետև հիվանդը մարմինից բացի նաև հոգի ունի եւ հոգում պիտի դիպչես, որ նրա մարմինը բժշկվի։ Եթե հոգևորականը միայն հոգևոր խոսի, բայց մարդուն ասի գնա դու քո մի կտոր հացը ճարի ու կեր, անհաղորդ մնա նրա ամենօրյա պետքերին ու կարիքներին, ինքը արդեն ձախողել է իր ծառայության մեջ։ Որովհետև մենք միայն հոգիների մասին չենք խոսում, այլև այդ հոգիների մեջ եղող մարդու մարմնի հոգերն ու կարիքները պիտի կարողանանք լուծել, հոգ տանել այդ մարդուն։ Եթե մեկը մտածում է, որ ինքը սահմանին կանգնած միայն աշխատավարձ պիտի ստանա, որ իր ընտանիքը պահի, արդեն ձախողել է իր ծառայության մեջ, որովհետև աշխատավարձից ավելի հայրենիքի պաշտպանությունն է մեր կյանքի մեջ։ Այսպես է Հիսուս սովորեցնում մեզ սիրելիներ։ Եվ վերջապես ասում է իմ բոլոր փորձությունների, նեղությունների մեջ հավատարիմ մնացիք ինձ։ Շատ դժվար է քրիստոնյայի կյանքը այս աշխարհի մեջ։ Բոլոր ժամանակներում, բոլոր դարերում մարդիկ փորձել են աղավաղել քրիստոնեական այս մաքուր ու ազնիվ ընկալումը հանուն Հիսուսի համբերել որոշակի դժվարությունների եւ նեղությունների։ Եթե մեկը սուտ խոսելու, գողանալու կամ խաբելու համար պատժվում է, սա Հիսուսի համար չէ, թող մեկը չասի, որ Աստծո համար նեղություն կրեցինք։ Այլ որ քեզ կհալածեն, քեզ կբամբասեն, կչարախոսեն քո քրիստոնեական կյանք ապրելու համար, քո առաքինությունը կեղծավորություն կհամարեն, քո բարի ու ազնիվ կեցվածքը չարախնդությամբ կծաղրեն, սա է որ դու պիտի համբերես։ Եվ տեսեք Հիսուսին հալածում էին առաքյալներն էլ, Հիսուսի հետ նույն նեղությունները քաշում են, սա բոլոր քրիստոնյաներին է վերաբերում, որին ամհանավար ձեզ քարշ պիտի տան, դատարաններ, թագավորների մոտ բանտեր պիտի տանեն, պիտի սպանեն, նույնիսկ մտածել որ Աստծուն լավություն են անում, բայց նրանք ովքեր մինչև վերջ պիտի համբերեն, Հիսուս ասում է,
նրանք է որ պիտի փրկությունը գտնեն։ Այս բոլոր նեղությունների մեջ մեր ամեն տեսակ լսած չարության, ատելության խոսքի մեջ, պատերազմի լուրեր լսելուց մեր շատերի սերը պիտի ցամաքի։ Շատերի մեջ պիտի հարց առաջանա, ինչու է Աստված այս ամենը հանդուրժում։ Աստված չի տվել այս ամենը մարդուն, սա մենք ենք մեզ համար պատրաստել, սիրելիներ։ Մենք ենք ուզում ամեն օր կռվի ու պատերազմի մեջ ապրել։ Մարդը վախենում է խաղաղությունից։ Այս վաղը Հիսուս պիտի ծնվի, խաղաղության իշխանը պիտի գա խաղաղություն հաստատելու։ Բայց մենք մինչև այսօր պատերազմում ենք այդ խաղաղության իշխանի հետ։ Նրան բերած փրկությունն ենք մերժում, նրա բերած ավետարանն ենք արհամարում եւ փորձում ենք այս աշխարհի մեր հաստատած օրենքների ու կանոնների համաձայն մեր կյանքը երջանկացնել։ Բայց առանց այս փրկության խորհրդի սուրբ ծննդի իրականության առջև կանգնելու եւ հարության խորհրդով փրկվելու եթե մտածումը չունես, մեր կյանքը միայն ինքնավախճան նպատակ է՝ ուտելու, մսխելու եւ մեռնելու համար։ Բայց մարդը ծնված չէ մեռնելու համար, սիրելիներ։ Երբ որ մենք հավատարիմ սիրտ ունենանք այս բոլոր նեղությունների մեջ անտրդունջ անցնելու, մենք բոլոր դժվարությունները կհաղթահարենք։ 20-րդ դարի նշանավոր սուրբերից մեկը Սուրբ Նեկտարիոսը, որ բազում հալածանքներ կրեց հոգևորականության պատճառով։ Եկեղեցու բարձրաստիճան իշխանավորները անդադար հալածում են այս սրբակենցաղ մարդուն։ Բայց երբ որ հարցը հասավ իր ստեղծած վանքին, ինքը սկսեց ակտիվորեն պայքարել։ Եվ իր հոգեզավակներից մեկը հարցնում է. հայր, ամբողջ կյանքում ասում է քեզ հալածեցին, դու ձայն չհանեցիր, լռությամբ, խոնարհությամբ, սիրով քո գործը կատարեցիր։ Հիմա ինչու ես ասում է պայքարում։ Ասում է այնինչ որ իմ անձին է վերաբերվում, ես պիտի լռեմ, բայց երբ որ իմ զավակներն է վերաբերում, ես ամեն գործ պիտի դնեմ նրանց պաշտպանելու համար։ Ուրեմն այս փորձությունների մեջ, երբ որ վտանգը մեր զավակներին է, հոգևոր վտանգ է սպառնում, դու պիտի պայքարես։ Երբ որ քո հոգուն է այդ վտանգը, պիտի պայքարես այդ փրկության համար։ Մեր մարմնական տկարությունների դժվարությունների համար պետք չի բարձրաձայնել շատ հաճախ, պետք չի խոսել, պետք չի գնալ ու որովհետեւ բողոքել կամ քննադատել։ Եթե անձնապես քեզ է վերաբերում, եթե կարողանաս այս ամենը լուր տանես, Հիսուս անպայման քո հավատարիմ սրտի մեջ ջերմություն պիտի դինի։ Եվ ինչպես որ այս բուրվարի մեջ ածուխը կարմրում է եւ խունկը այրվում է, մենք տեսնում ենք նրա բույրը, զգում ենք նրա հոտը, այնպես էլ մարդու սիրտ այդպես պիտի կարմրի, աղոթքով պիտի ջերմանա եւ նրա աղոթքը երկինք պիտի բարձրանա եւ Տերը պիտի հոտոտի ու վերադարձնի մեզ հազարապատիկ ավելին։ Ուրեմն սա է պայմանը մեծության, սիրելիներ։ Եթե մեկն ուզում է մեծ լինել, մեծը պետք է անպայման խոնարհվի, ինքը գալիս է ծառայություն ընդունելու։ Դրա համար որևէ մեկ, ով որ կուզի այս ծառայության մեջ հանկարծ բարելավել իր դիրքերը, ինքն արդեն ձախողված է։ Եվ տրված իշխանության մեջ, երբ որ դու սեր չունենաս, դու կդառնաս բռնակալ։ Երբ որ քեզ տրված իշխանության մեջ դու սեր չունես, դու կդառնաս անտարբեր, կդառնաս շահամոլ, դրամասեր, փառամոլ, ամենտեղ քո փառքը պիտի փնտրես, բայց ոչ երբեք Աստծո գործը կատարելու համար։ Ուրեմն այսօրվա այս խորհրդի մեջ, որ վաղ արդեն Սուրբ Ծնունդ է, պիտի կանգնենք Տիրոջ ծննդյան մստուրի առջև, Տիրոջից խաղաղության ողջունը լսելու, այս պայմանով մոտենանք Քրիստոսին, սիրելիներ։ Մեր անձերը նորից քննելու, մեր կյանքը նորից վերանայելու, այն մինչև հետ վերադառնանք մեր մանկության օրը, ինչ որ հիշում ենք, ինչ սխալներ գործեցինք, ինչ բաստողներ ունեցանք, որտեղ կեղծեցինք, որտեղ խաբեցինք, որտեղ կեղծավորությամբ առաջ անցանք։ Այս ամենը որ մաքրվես, կհասկանաս, որ դու Տիրոջ համար ես մեծ, ոչ թե մարդկանց համար։ Հովանես Մկրտիչը, որ կանանց մեջ ծնված ամենամեծ ու նշանավոր մարդն էր, Հիսուս մեր երկնքի արքայության մեջ ամենափոքրը պիտի համարվի, որովհետև չտեսավ Հիսուսի հարությունը։ Մենք հարության վկաներս, ովքեր այս գիտակցումն ունենք, որ մենք պիտի այնպես անենք, որ երկնքի արքայության մեջ գնահատված լինենք։ Այս աշխարհի մեջ մարդիկ կարող են մեզ 5 օր գովաբանել, 10 օր վատաբանել։ Կարող են մեզ 1 տարի բարձրացնեն, 20 տարի ոտնատակ տան։ Սա չէ մեր կոչումը այս աշխարհի մեջ։ Մենք մեկ կոչում ունենք՝ մեր պատիվը, մեր ինքնությունը, մեր հավատքը, մեր սրբությունը, որ փոխանցված է մեզ, մաքրությամբ անաղարտ պահել ու վերադարձնել Տիրոջը, ումից որ ստացել ենք պահելու, պահպանելու այդ ամենը։ Թող Տերը օրհնի բոլորիս իր խաղաղության ու սիրո մեջ պահի, սիրելիներ,
որպեսզի մեր խոնարհության, մեր ծառայասիրության եւ մեր սիրո շնորհիվ կարողանանք Հիսուսին ոչ թե Բեթխեհեմում ծնվի, այլ մեր սրտերի մեջ ծնվի, մենք դառնանք այդ Բեթխեհեմը, որ կոչվում է Բեթխեհեմ հացի տուն, մենք դառնանք այդ կյանքը, որևէ մեկի կյանքը ուրախությամբ լցնելու, լուսավորելու համար։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։